Այսուհետ հայ օլիգարխները ստիպված են ունենալ 3 թիկնապահ, որոնք շրջելու են մեկ ուղեկցող մեքենայով։ Ազգային ժողովը անցած քարոզիայի վերջին օրը քննարկեց մասնավոր պահնորդական ծառայության մասին օրենքի նախագիծը։ Հանրապետությունում նախորդ տարվանու ժամանակահատվածի համեմատ ինքնասպանությունների թվի աճ արձանագրվել, որն է մարտուն այդ քայլին դրդող գլխավոր պատճառը մեր համակարգացիների կարծիքները։ 2012-ին բյուջեն ունենալու է սոցիալական ուղղվածություն, այս տարվա ծախսերի կրճատման եւ եկամուտների ավելացման հաշվին հնարավոր է դարձել 65 միլիարդ դրամ ուղղորդել գերակա ոլորտներում կառավարական ծրագրերի իրագործմանը։ Բարև ձեզ, եթերում շաբաթնաց լրատվական վերլուծական ծրագիրն է։ Այսուհետ հայ օլիգարխները ստիպված են ունենալ 3 թիկնապահ, որոնք շրջելու են մեկ ուղեկցող մեքենայով։ Ազգային ժողովը անցած քարոզիայի վերջին օրը քննարկեց մասնավոր պահնորդական ծառայության մասին օրենքի նախագիծը։ Ըստ օրինագծի մասնավորապես թիկնապահների եւ ուղեկցող մեքենաների թիվը պետք է սահմանափակվի։ Օրինագծի հեղինակներն են Հանրապետական կուսակցության падգամավորներ Գալոս Սահակյանն ու Հովհաննես Սահակյանը։ Ըստ հեղինակների օրենքի հիմնական նպատակը մասնավոր պահնորդական ծառայություններ իրականացնող իրավաբանական անձանց իրավական դաշտ բերելն է։ Ինչու է հանկարծ ազգային ժողովը որոշել կանոնակարգել հայ մեծահարուստներին ուղեկցող թիկնապահների ու մեքենաների թիվը։ Օրինագծի համահեղինակ ՀՀԿ падգամավոր Հովհաննես Սահակյանի վստահեցմամբ դրա անհրաժեշտությունը իրականում կար։ Բացի դրանից Սերժ Սարգսյանը եւս կողմ է եւ ակնարկել է նման օրինագիծ ունենալու անհրաժեշտության մասին։ Նախկինում գործող մի շարք օրենքների ենթաօրենսդրական ակտերի, նորմատիվ ակտերի փոխարեն փորձել ենք ընդունել մեկ ամբողջական օրենք, որը կփորձի այս դաշտը կարգավորել եւ հաշվի առնելով, որ երկրի նախագահան Հանրապետական կուսակցության 20-ամյակին ռետորական եւ հարցադրման եւ ուղերձով իմել էր եւ ասել էր, որ նման օրենքի անհրաժեշտությունը կա եւ օրենս դիրը պետք է այս ուղղությամբ մտածի, նաեւ մենք Հանրապետական կուսակցությունը եւ խմբակցությունը փորձեց օրինագիծ մշակել եւ ներկայացնել ազգային ժողով։ Հայաստանում մարդիկ թիկնապահներով են շրջում ոչ թե որ իրենց վտանգ է սպառնում, այլ պետք է ցուցադրել իրենց հնարավորությունները։ Իր հերթին հայտարարում է իրավապաշտպան Վարդան Հարությունյանը, անդրադառնալով ազգային ժողովում քննարկվող մասնավոր պահնորդական ծառայության մասին օրինագծին։ Նա նաև հավելեց, որ թիկնապահներով շրջել այսօր շատերի մոտ հիվանդության պես մի բան է դարձել։ Կան հիվանդ մարդիկ, ովքեր սիրում են թիկնապահներով պտտվել եւ նրանք այդ հիվանդությունը պետք է բուժվի։ Եթե հիվանդությունը կա, նրանք շարունակելու են անընդհատ թիկնապահներով պտտվել, նաեւ խախտելով օրենքը, եթե դրա կարիքը լինի։ Նորմալ է, պետք է լինեն օրենքներ, բայց այս օրենքով ոլորտ չի կարգավորվի, այլ պարզապես կլինի եւս մեկ օրենք, որը կխախտվի, հավելում է իրավապաշտպանը, ապա շարունակում, ռաբիսության դաշտից է ունենալ ավելի շատ թիկնապահ եւ մյուսին ցույց տալ, որ իր թիկնապահների թիվը ավելի մեծ է։ Բազմաթիվ հիվանդ մարդիկ կան, դուք նայեք ձեր շուրջը, ազգային ժողով գնացեք, կտեսնեք։ Միթե թիկնապահ ունենալը հիվանդություն է եւ ովքեր են падգամավորներից ամենաշատը տառապում այդ հիվանդությամբ, հարցրեցինք հանրապետական падգամավոր Հովհաննես Սահակյանին։ Չէ, գիտեք ինչ ասենք, դե հիվանդներ մի քիչ դե պարզ է, միգուցե մեր բանախոսի թիմագիստների կամ շրջաններում կան նման հիվանդ մարդիկ, ովքեր հիվանդությամբ են տառապում։ Ընդհանրապես մենք փորձել ենք որ դրական դաշտ բերել եւ հաշվի առնելով վտանգավորության աստիճանը սահմանել թիկնազորի չափ եւ ուղեկցող մեքենայի քանակ։ Օրինագիծը շրջանառության մեջ դրած падգամավորին հարցրինք նաև, թե հատկապես որ падգամավորները կամ ովքեր են թիկնապահներով շրջում եւ արդյոք նրանց մեջ գերակշռող չեն ՀՀԿ-ական գործիչները։ Հանրապետականների մեջ են, չէ՞, հատկապես մեծ տիպ կազմում են մարդիկ, ովքեր թիկնապահներով են շրջում, ձեր, ասենք, կուսակիցների շրջանում։ Ես հասկանում եմ, որ Հանրապետական կուսակցությունը քաղաքական դաշտի հիմնական գործող քաղաքական ուժն է եւ քաղաքական բոլոր ուղերձները ֆորմում են Հանրապետականի շուրջ, բայց եւ չէ ուզեն այս բանը առանձնացնել հենց Հանրապետականի մեջ, որովհետեւ եւ այլ քաղաքական ուժերում եւ ոչ քաղաքական ուժ ներկայացնող անձինք այսօր նույնպես շրջում են թիկնապահներով կամ թիկնազորով։ Քրիստինա Մկրտչյան, Համբարձում Պապոյան, Գալանյուս, Երևան։
Անցած շաբաթ հերթական ինքնասպանության դեպքը տեղի ունեցավ Շիրակի մարզում։ Գյումրի քաղաքի Ալեք Մանուկյան փողոցի 50-ամյակի կամրջից կախվելու միջոցով ինքնասպանություն էր գործել 1990 թվականին ծնված Շիրակի մարզի Ջաջուր գյուղի բնակիչ Ստյոպա Ավագյանը։ Հանրապետությունում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ինքնասպանությունների թվի աճ է արձանագրվել։ Ո՞րն է մարդուն այդ քայլին դրդող գլխավոր պատճառը։ Այս հարցի շուրջ կարծիքներ են հայտնել մեր համակարգացիները։ Գյումրեցիների գնահատմամբ գլխավոր պատճառը սոցիալական ծանր պայմաններն են, գործազրկության բարձր մակարդակը եւ հոգեբանական խնդիրները։ Ներկայացնում ենք Գյումրիում անցկացված լրագրողական հարցախույզը։ Ինքնասպանության համար շատ լուրջ պատճառներ են պետք, երևի, բայց գիտեք ինչ, մեր հանրապետությունում մարդկանց այս անաշխատանք լինելը մեծամասամբ, եթե մարդը զբաղված է, մարդ ուղեղը զբաղված է, ուրեմն ինքնասպանության երևի թե տեղիք չլինի, որովհետև մարդը կարողանում է կարգավորել, ֆինանսավորել իր ոնց որ թե իր հարցերը, ֆինանսներով է լուծվում բոլոր հարցերը։ Կյանքը մարդուն ինքը չի ստեղծել, որ ինքն էլ վերցնի։ Ինքը իրավունք ունի իր կյանքը իրանից վերցնելու եւ այդպես պատճառ ես չեմ գտնում, որ մարդ իր կյանքի ինքնակամ կնա ինքնասպանություն։ Ինչ որ տեղ հոգեբանական շեղվածությունը կամ երբ որ մարդուն չեն հասկանում կամ դժբախտները նայած ում ինչը համենայն դեպս խորհուրդ չեմ տա ոչ մեկին։ Պատճառները շատ են, օրինակ երիտասարդի տարիքից կախված հասունացման շրջան, ընտանեկան խնդիրներ, կենցաղային բարդ խնդիրներ իհարկե։ Աբրուստը, մարդուն աբրուստը կտրտի այդ վիճակին, եթե գումար չունես, ուրեմն մարդիկ կմտածեն, որ ապրել էլ չարժե, բայց դե սխալ կմտածեն, պետք չէ հուսահատվել, քանի օր ասված մեծ է ամեն ինչ լավ կեղն է, դի հուսանք, հուսալով մարդիկ պիտի ապրեն։ Ամենը մի պատճառ ունեն, ով իմանա, երևի վիճակից ելնելով, ով գիտե ընտանեկան հարցով։ Մարդը պետք է ուժեղ լինի, մարդը պետք է պայքարող լինի, այլապես հնարավոր չէ։ Մարդու կյանքի իմաստը այն է, երևի չեմ ասում ոչ մարդկային դժվարությունները, բայց այն դժվարությունները, որը կյանքում հանդիպում է, հաղթահարել է, նպատակը դա է նաև երևի ապրելու։ Սոցիալականը որքան էլ ծանր լինի, ես չեմ կարծում, որ սոցիալական պատճառներից կարող է մարդ իրեն դրդի ինքնասպանության։ Ընդհանրապես դա ընդունելի արարք է, հակաքրիստոնեական եւ հակամարդկային։ Մենակ սոցիալական չէ, կարող են կյանքում տեղի ունենալ երևույթներ, ընտանեկան, միջավայրի, մարդկային հարաբերությունների, որից դուրս գալու ելք չի գտնում մարդը եւ դիմում է ինքնասպանության։ Եթե մարդը աշխատանք ունենա, զբաղվածություն ունենա, ուրեմն ինքնասպանության հարցերը չեն լինի։ Այսինքն մարդը ուղեղը զբաղված է, փոքր երեխային նույնիսկ եթե թողնեք, ինչ որ անկարգ խաղերի հետ է խաղում, ինչ որ անկարգ բաներ է անում, չէ՞։ Իսկ զբաղվածությունը շատ անհրաժեշտ է մարդկանց համար։ Պարզապես ցանկացած մարդ եթե դա անում է, ընտանիքի անդամները պետք է դա զգան ու օգնեն։ Նման մարդիկ շատ մեծ օգնության կարիք ունեն։ Շաբաթն ազնա եթերում։ 2012-ի բյուջեն ունենալու է սոցիալական ուղղվածություն։ Այս տարվա ծախսերի կրճատման եւ եկամուտների ավելացման հաշվին հնարավոր է դարձել 65 միլիարդ դրամ ուղղորդել գերակա ոլորտներում կառավարական ծրագրերի իրագործմանը։ Այս մասին օրերս հայտարարել էր վարչապետ Տիգրան Սարգսյանը, եւ որ հունվարի 1-ից բարձրացվելու են սոցիալական նպաստներն ու կենսաթոշակները։ 10% աճը սակայն էական նշանակություն չի կարող ունենալ։ Մեր լրագրողի զրույցում կարծիք են հայտնել ոլորտի պատասխանատուները։ Ըստ գյումրեցիների 10% աճը էապես չի բարելավի իրենց սոցիալական վիճակը։ Ազգային ժողովում շարունակում է 2012 թվականի բյուջեի քննարկումը, որը ըստ կառավարության ղեկավարի ունենալու է սոցիալական ուղղվածություն։ 2011 թվականին ծախսերի կրճատման եւ եկամուտների ավելացման հաշվին հնարավոր է դարձել 65 միլիարդ դրամ ուղղորդել գերակա ուղղություններում կառավարական ծրագրերի իրագործմանը։ Օրերս հայտարարեց վարչապետ Տիգրան Սարգսյանը 3 միլիարդ դրամ նախատեսված է ուղղորդել սոցիալական ոլորտ, ինչը ըստ կառավարության ղեկավարի ենթադրելու է նաեւ կենսաթոշակների եւ նպաստների բարձրացում։ Ավելի քան 500,000 թոշակառուների համար մենք 10%-ով ավելացնում ենք նրանց թոշակները։ Ավելի քան 120,000 պետական ծառայողներ օգտվելու են այն սոցիալական փաթեթից, որը ըստ էության նրանց համար նշանակելու է 10%-ով եկամուտների ավելացում։
Հունվարի 1-ից նախատեսվող բարձրացումների մասին խոսել Գյումրի 1 եւ Գյումրի 2 սոցծառայություններում ժամանակավրեպ են համարում։ Հայաստանում քաղաքացուն հատկացվող նպաստի բազային շեմը սահմանված է 13500 դրամ, եւ որ 10% բարձրացումը հազիվ թե էական նշանակություն ունենա։ Նպաստ համակարգում կատարվող փոփոխությունները պատճառ դարձան, որ հարյուրավոր ընտանիքներ դուրս մնան համակարգից եւ նախատեսված բարձրացումները կատարվում են ոչ թե պետական բյուջեի գումարների հաշվին, այլ համակարգից դուրս մնացած քաղաքացիների գումարների։ Որը ինչպես հասկացանք, հունվարից փոփոխվելու է, ավելանալու է 10%-ով։ Տեսնենք մինչև նախագիծը չունենանք, մենք չենք կարող հստակ թիվ ասել։ Միջինը ես կասեի մոտավորապես 3000 դրամ յուրաքանչյուր ընտանիքին կավելանա։ Ցանկացած ավելացումն էլ հավանաբար մեր Գյումրի բնակիչների համար դա քիչ կլինի, ինչու, որովհետև գումարի սահմանը բնական է, բազային գումարը 13500 դրամ մեկ անձի համար չաշխատող ոչ կենսաթոշակառու, բնական է մենք կարող ենք ասել, որ դա իրեն հնարավորություն չի տալիս, որովհետեւ նորմալ տնտեսություն վարի։ Ինչ վերաբերում է կենսաթոշակների բարձրացմանը, ապա սոցիալական ապահովության տարածքային ստորաբաժանման պետի, եթե այս անգամ էլ կառավարությունը այն կատարի թոշակառուի աշխատանքային ստաժի հիման վրա, կստացվի, որ 10500 դրամը, որը հանրապետությունում համարվում է նվազագույն կենսաթոշակի չափ, չի ավելանա։ Մենք բոլորս ակնկալում ենք, որ դա կլինի կենսաթոշակի հիմնական մասի հետ կապված, ոչ թե ստաժի 1 տարվա արժեքի գումարի հետ կապված, այլ հիմնական մասի հետ կապված։ Ինչի համար, որտեղ մենք ունենք նաև շատ ծերության սոցիալական կենսաթոշակառուներ, այսինքն մարդիկ, ովքեր չեն աշխատել, չունեն աշխատանքային ստաժ, նրանք ստանում են սոցիալական կենսաթոշակ։ Այսինքն, եթե փոփոխվի ստաժի 1 տարվա արժեքը, նրանց փաստորեն գումարը կենսաթոշակի հիմնական մասը մնում է նույնը։ Հունվարի 1-ից նախատեսված բարձրացումների մասին տեղյակ են նաև գյումրեցի կենսաթոշակառուները։ Վերջիններից գնահատմամբ դրան կհաջորդի առաջին անհրաժեշտության ապրանքատեսակների եւ այլ ծառայությունների գների ավելացումը։ Բացի այդ, Հայաստանում թոշակները եւ նպաստները բարձրանում են գնաճի տեմպերին ոչ համաչափ։ Ձեր կանի 3000 բարձր, 3000-ը չի կբարձրացնես։ Ես մի բարձրացնեմ։ Այդ 1 կիլոմետրը սենքսը չեն կարի, չեն կերուտե։ Կոմունալ ծախսերը եթե գազը վառենք, այդ գումարը գազին էլ հերիք չի ունի, բալա։ Միայն գազին։ Բայց ես թոշակառու եմ, ոչ մի տես չեմ աշխատի, ասիքսել չի աշխատում, մենք երկուսով այդ թոշակով մեկ կերպ գրեք։ Նշենք, որ 2012-ի բյուջեով նախատեսված չէ բարձրացնել նաև նվազագույն աշխատավարձի չափը։ Զրուցակիցներից գնահատմամբ պետական բյուջեն հաստատելիս գործադիրը պետք է հաշվի առնել գնաճի մակարդակը, կենսապահովման նվազագույն բյուջեն, ինչպես նաև աշխատավարձի նվազագույն չափը։ Հակառակ պարագայում խոսել այն մասին, որ 2012-ի բյուջեն ունի սոցիալական ուղղվածություն, ավելորդ է։ Փայլակ Վարադյան, Մարտուն Գրիգորյան, Գալանյուս։ Շիրակի մրցունակության կենտրոնի նախաձեռնությամբ Գյումրիում անցկացվեց ամենամյա Շիրակ էքսպոն։ Այն այս անգամ առանձնանում էր մյուսներից միջոցառմանը մասնակից գործարարների մեծ թվաքանակով։ Զրպարտություն եւ վիրավորանք հասկացությունների ապաքրյականացումից հետո բազմաթիվ հայցեր են ներկայացվել լրատվամիջոցների դեմ։ Մարդու իրավունքների պաշտպանը դիմել էր սահմանադրական դատարան, խնդրելով քննել իր իսկ հեղինակած դրույթի սահմանադրականությունը։ Մեր մարզում արկա առաջնահերթ հիմնահարցերի լուծման համար կառավարության կողմից հատկացվել է 1 միլիարդ 600 միլիոն դրամ։ 44 միլիոնը Շիրակի մարզպետարանը առանձնացվել է Արաբի գյուղի սողանքային գոտում գտնվող 11 ընտանիքների բնակարանային խնդրի լուծման համար։ Գալայի աշխատախմբի նկարահանումները Կրասնոդարի երկրամասում եւ Աբխազիայում, հետաքրքիր տեսանյութերի շաբաթվա ամփոփագիրը։ Շիրակի մրցունակության կենտրոնի նախաձեռնությամբ անցած շաբաթ Գյումրիում տեղի ունեցավ ամենամյա Շիրակ էքսպոն։ Այն այս անգամ առանձնանում էր մյուս էքսպոներից նախ միջոցառմանը մասնակից գործարարների մեծ թվականակով, որոնք ոչ միայն Շիրակից, Լոռիից ու մայրաքաղաքից էին, այլ նաև հարևան երկրից՝ Թուրքիայից։ Դիարբեկիրի շուրջ 30 գործարարներ են ներկա գտնվել միջոցառմանը։ Նրանց թվում եղել են նաև կին գործարարներ։ Թուրք գործարարներին Գյումրիում հետաքրքրել է ամեն ինչ։ Նրանց մի մասը որոշել է արդեն համագործակցություն սկսել տեղի գործարարների հետ։ Խոստացել են հաջորդ անգամ Շիրակ էքսպոին մասնակցել տաղավարներով։ Թուրք գործարարներին Գյումրիում հետաքրքրում էր ամեն ինչ, պանրի ու մեղրի արտադրությունից սկսած վերջացրած կահույքագործությունով, որոնք են տեղի արտադրանքի իրացման շուկաները եւ կամ արդյոք Հայաստանում գործարարին տրվում է լիարժեք հնարավորություն բիզնես հիմնելու եւ այն զարգացնելու համար։ Հիմնականում նմանատիպ հարցերով էին դիմում թուրք գործարարները էքսպոին մասնակից գրեթե բոլոր ընկերությունների ներկայացուցիչներին։ Բացի այն, որ ծանոթանում էին ներկայացված ապրանքատեսական ու նաեւ գործարար առաջարկով էին հանդես գալիս։ Թուրք գործարարները լիահույս են, որ նմանատիպ հանդիպումները կնպաստեն Հայաստանի եւ Թուրքիայի գործարար շրջանակների միջև առկա համագործակցության խորացմանը։
Umarım çok yakın bir süreçte var olan sınır kapıları da açarak Արդեն 4-5 օր է մենք Հայաստանում ենք, տեսնում ենք, որ հայերը շատ են հետաքրքրված մեր երկրի տնտեսությամբ, մեր աշխատանքով։ Այս ընթացքում մենք շատերին ենք խորհուրդներ տվել, թե ինչ պետք է անել բիզնեսի զարգացման ուղղությամբ։ Հույս ունենք, որ առաջիկայում մեր հարաբերությունները ավելի կջերմանան ու ամեն ինչ կլինի այնպես, ինչպես ցանկանում ենք, որ լինի։ Ես նկատի ունեմ հայ-թուրքական սահմանի բացումն ու մեր հոգևոր մշակութային կապերի ամրապնդումը։ biz tabii bizim oraya rağmen Երևանում հայ եւ թուրք գործարարների միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր, որը նախատեսում է երկու երկրների արդյունաբերողների միջև կապերի աշխուժացում, ինչպես նաեւ գործարար կառույցների լոբինգ հայ-թուրքական սահմանի բացման հարցում։ Հիմա մենք ավելի շատ պետք է աշխատենք այդ ուղղությամբ։ Ինձ թվում է մեզանից յուրաքանչյուրից է կախված այդ ամենը։ Պետք է ուղղակի կողքի դնել քաղաքական հարցեր ու զբաղվել տնտեսական համագործակցությամբ։ Թուրք այս գործարարին հետաքրքրել էր կահույքագործությունը Շիրակում։ Դիարբեկիրում նա ունի կահույքի մեծ արտադրամաս ու հիմա ուզում է գործարար կապեր հաստատել տեղի կահույքագործների հետ։ Նրան դուր էր եկել նաև Լոռվա Անարատ Մեղրը, համ տեսեց, ապա գնեց, չնայած որ լոռեցի գործարարն ավելի շատ համագործակցության ակնկալիք ուներ։ Թուրքերը կերան, համ տեսեցին դուր եկավ, բայց հələ դեռ ասենք գործարար առաջարկություն չկա, էլի։ Ընդհանրապես սպասում ենք, համաշխարհային մասշտաբով ենք սպասում, ինտերնետով, բանով առաջարկություններ ենք արել, որ ասենք թռիչքային պիլոտային ծրագիր անենք, եթե մեզ պատվիրեն, մենք իրենց համար կարանք արտադրենք մեղր, էլի։ Դիարբեկիրի առևտրատնտեսական պալատի նախագահը իր խոսքում անդրադարձավ Թուրքիայի արտգործնախարարության կողմից հնչեցված այն հայտարարությանը, որով ասվում է, թե Անկարան չի ճանաչում Երևանում հայ եւ թուրք գործարարների միջև ստորագրված համագործակցության հուշագիրը ու նշեց, թե դա ոչնչով չի խանգարի հայ եւ թուրք գործարարների հարաբերություններին, քանի որ հուշագրում քաղաքական որևէ տարր գոյություն չունի։ Bizim amacımız ticareti geliştirmektir. Biz burada siyaset yapmıyoruz. Ես այս հուշագրում քաղաքական որևէ ենթատեքստ չեմ տեսնում, չեմ կարծում, որ դա խնդիրներ կառաջացնի մեր համար։ Սա առևտրատնտեսական հարաբերություն է եւ մենք առևտուր ենք զարգացնում, ուրիշ ոչ մի բանի հետ կապ չունենք։ Ես ինքը շատ եմ ուզում, որ հայերի հետ միշտ ջերմ հարաբերությունների մեջ լինենք։ Պիտի աշխատենք ու բնականաբար այդ աշխատանքը կտա իր համապատասխան արդյունքները։ Նշեմ, որ շատ եմ հավանել Շիրակի պանիրը, հետո մի ապակես սարք կար ներկայացված, որ անդադար աշխատում էր։ Շփվել եմ այդ ընկերությունների ներկայացուցիչների հետ եւ իմ առաջարկը ես շուտով կանեմ։ Խոսքը այս փոքր հիդրոէլեկտրակայանի մասին է, որը ներկայացնում է ջրապտույտի երևույթը, ստեղծում հոսանքի աղբյուր։ Սա նորություն էր ոչ միայն թուրք գործարարների, այլ նաև տեղի մասնագետների համար։ Թուրք գործարարը հետաքրքրեց, նայեց, հավանություն տվեց եւ ասեց հնարավոր է որ կարողանանք մեր մոդել օգտագործել։ Հիմա թե հետագան տասը ինչ կլինի, դա ժամանակը ցույց կտա։ Միջոցառման կազմակերպիչները եւս գտնում են, որ նմանատիպ էքսպոները հնարավորություն կընձեռեն խթանելու եւ զարգացնելու Հայաստանի ու Թուրքիայի գործարար շրջանակների միջև առկա համագործակցությունը։ Դա ըստ մասնագետների կնպաստի ծառայությունների եւ արտադրանքի տեսական ու ավելացմանը հաջորդ էքսպոներին։ Կապերը արդեն ստեղծված են, մենք հուսով ենք, որ սա կնպաստի այդ կապերի զարգացմանը եւ հուսով ենք, որ մի օր կկարողանան ավելի կարգավորված համագործակցություն ստեղծել։ Ամեն ինչը շահերի եւ հետաքրքրությունների ոլորտում է, եթե ինչ-որ մեկը ինչ-որ բանով հետաքրքրված է այստեղ եւ խոչընդոտ չի հանդիսանում մի հատ այլ բան, անպայման կհամագործակցեն, այսպես կարծիքով բիզնեսը այն երևույթն է, որ ասենք ինքը շատ բնականon հարաբերություններ է սիրում, ինքը խոչընդոտներ չի սիրում։ Եթե այդ ամեն ինչը պահպանվի, կզարգանա եւ կշարունակվի։ Իսկ վերջում թուրք գործարարները խոստացան հաջորդ անգամ Շիրակի էքսպոին մասնակցել տաղավարներով։ Հերմինե Մկրտչյան, Տիգրան Գասաբյան, Գալանյուս։ Զրպարտություն եւ վիրավորանք հասկացությունների ապաքրյականացումից հետո բազմաթիվ հայցեր են ներկայացվել լրատվամիջոցների դեմ, որոնցով միլիոնավոր դրամների փոխհատուցումներ են պահանջում նրանցից։ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դիմել էր Սահմանադրական դատարանին, խնդրելով քննել օրենսգրքի տվյալ դրույթի սահմանադրականությունը, որը վերաբերում է զրպարտության ու վիրավորանքին։ Սահմանադրական դատարանը քննել է դիմումը եւ հոդվածը հակասահմանադրական չի ճանաչել։ Նախագծի հեղինակներից Հանրապետական կուսակցության падգամավոր Հովհաննես Սահակյանը մեր լրագրողի հետ զրույցում հավաստել է, որ օրենքը սխալ են կիրառում դատարանները եւ որոշ հարցերում այն վերանայման կարիք ունի։ Բազմաթիվ հայցեր են ներկայացվել լրատվամիջոցների դեմ, որոնցով միլիոնավոր դրամների փոխհատուցումներ են պահանջում նրանցից։ Ժողովուրդ օրաթերթը ընդամենը գործում է 9 ամիս,
Թերթի դեմ արդեն 3 դատական հայց է ներկայացված 2 միլիոն դրամ փոխհատուցման պահանջով։ Մի հայց ունենք ՀՀԿ-ական, ներկայացուցիչից մի հայց ԲՀԿ-ական, մեկն էլ անձամբ Սերժ Սարգսյանի մտերիմ ընկերոջ կողմից։ Ընդհանուր հաշվով մոտ 6 միլիոն դրամի վիրավորվածներ ունենք ժողովուրդ օրաթերթի 9 ամսվա ընթացքում։ Եթե այդքան տանք, պիտի գնանք տուն, արդեն չաշխատենք, որովհետև իսկապես շատ մեծ գումար է ցանկացած թերթի համար։ Օրաթերթի գլխավոր խմբագիր Թաքուի Թովմասյանի վստահեցմամբ թերթը լրագրողական էթիկայի որևէ կանոն չի խախտել։ 3 դեպքերում էլ պահպանել է երկկողմանի լուսաբանման սկզբունքը եւ միայն թերթը ծառայել է որպես ամբիոն հասարակության դժգոհությունը արտահայտելու համար։ Այսինքն թերթը հանդես եկել ամբիոնի դերում, որին չի կարելի դատապարտել։ Օրինակ ազգային ժողովից երբ որ ինչ-որ մեկը ելույթ է ունենում, չէ, ամբիոնին դատի չեն տալիս, չէ։ Եթե Հայաստանում գործի դատական համակարգի անկախության թեկուզ 3%, մենք կհաղթենք։ Այն, որ թերթերին դատի տալը հաճախ կամայական բնույթ է կրում եւ նպատակ ունի պարզապես սնանկացնելու, այս մասին բազմիցս ասվել է։ Բոլորովին վերջերս էլ Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դիմեց Սահմանադրական դատարան քաղաքացիական օրենսգրքի տվյալ դրույթի սահմանադրության համապատասխանության հարցը որոշելու խնդրանքով։ Հայտնի է նաև, որ Հայաստանի Սահմանադրական դատարանը մերժեց մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի դիմումը։ Այս օրենքը կատարյալ օրենք է, նույնիսկ լավագույնն է եվրոպական բոլոր այն պետությունների շրջանակում, որոնք ապաքերականացրել են։ Սահմանադրական դատարանի իրավախորհրդատվական վարչության պետ Լիաննա Հակոբյանը նշեց նաև, հիմնական մտավախությունը երկու հասկացությունների ճշգրիտ սահմանման վերաբերյալ էր, մասնավորապես որն է գնահատողական դատողությունը եւ որն է վիրավորանքը։ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, ով ներկայացրել է 37 էջանոց վճռի միայն եզրափակիչ մասը, նկատել է, թե լրատվամիջոցների դեմ նյութական փոխհատուցման վճիռ ներկայացնելիս դատարանները պետք է հաշվի առնեն տվյալ լրատվամիջոցների նյութական հնարավորությունները։ Նաև նպատակ չհետապնդեն սնանկացնել լրատվամիջոցները։ Հիմա ես դեկտեմբերի 1-ին պատրաստում եմ ամուլի ասուլիսի, որտեղ խոր ուսումնասիրությունից հետո Սահմանադրական դատարանի այդ երկար 37 էջանոց որոշումը, որտեղ մենք տեսնելու ենք, թե որքանով այդ որոշումը հստակություն մտցրեց այս օրենսդրության կիրառման եւ ընդհանուր օրենսդրության ձևակերպումների մեջ։ Ստուգել եմ սահմանադրականությունը։ Ես չեմ դիմել Սահմանադրական դատարան, այնտեղ գրված չի, որ խնդրում եմ հակասահմանադրական ճանաչել։ Գրված է, խնդրում եմ ստուգել սահմանադրականությունը։ Նշենք, որ օրենսգրքում 2010 թվականի փոփոխությունը ներկայացրել էր հենց Կարեն Անդրեասյանը եւ այժմ վիճարկում է իր հեղինակած դրույթի սահմանադրականությունը։ Սահմանադրական դատարանի իրավախորհրդատվական վարչության պետի խոսքերով, այն, որ օրենքը ճանաչվել է սահմանադրությանը համապատասխան, դա չի նշանակում, թե օրենսդիրը կաշկանդված է կամ հնարավորություն չունի օրենքը վերանայելու կամ փոփոխելու։ Այն, որ Սահմանադրական դատարանը հակասահմանադրական չի ճանաչել, դեռևս չի կաշկանդում օրենսդրին, որպեսզի համապատասխան փոփոխություններ չկատարի։ Սույն օրենքի նախագծի համահեղինակ ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանն էլ հարցրինք, թե չի գտնում, որ օրենքը վերանայման կարիք ունի։ Այս պայն իմ կարծիքով չէ, թեպետ մենք նկատում կամ գոնե մտքի ծայրով մտածում ենք այդ մասին, զուտ տուգանքի չափերի առումով ընդհանրապես։ ՀՀԿ պատգամավորի խոսքերով վիրավորվողները նշում են միանգամից վերին շեմը 2 կամ 3 միլիոն դրամ են նրանք պահանջում, այնինչ դատարանը պետք է բավարարի կամ չբավարարի այդ պահանջը։ Որ պետք է գերակայությունը կամ առաջնահերթությունը տալ հենց հերկմանը, տպագրմանը մամուլում, այլ ոչ թե ասենք դրամական փոխհատուցմանը, սա էլ է փաստ։ Իսկ իմ կարծիքով սա ավելի շատ դատական համակարգի խնդիրն է եւ հենց այն դաշտում պետք է կարգավորել։ Քրիստինա Մկրտչյան, Տիգրան Գասեբյան, Գալանյուս, Երևան։ Մեր մարզում արկա առաջնահերթ հիմնահարցերի լուծման համար կառավարության կողմից հատկացված 1 միլիարդ 600 միլիոն դրամից 44 միլիոնը Շիրակի մարզպետարանը առանձնացրել է Արապի գյուղի Սողանքային գոտում գտնվող 11 ընտանիքների բնակարանային խնդրի լուծման համար։ Նախնական տվյալներով հայտնի է, որ 11 ընտանիքներից յուրաքանչյուրին 2.5-ից 4 միլիոն դրամ է տրամադրվելու, որով բնակարան է գնելու կամ գյուղում կամ քաղաքում։ Այդ տարբերակին համաձայն չեն 11 ընտանիքներն էլ։ Նրանք հրաժարվում են այդ գումարից ու չեն պատրաստվում իրենց տներից դուրս գալ, քանի դեռ նորմալ առաջարկ չեն ստացել։ Այս տարեսկզբին, երբ կրկին ակտիվացավ Արափիի Սողանքային գոտին, երբ փլուզումներ տեղի ունեցան ու երբ ձևավորված հատուկ հանձնաժողովը վերջապես ավարտեց իր ուսումնասիրությունները համայնքում, Սողանքի վտանգի տակ ապրող գյուղացիները ամիսներ շարունակ կառավարությունից խնդրի լուծման առողջ առաջարկ էին սպասում։ Ասենք բնակարանային կամ գումարային այնպիսի փոխհատուցում, որ առափեցին առանց վարանելու, իր տուն ու տեղը կթողնի ու կհեռանա Սողանքային գոտուց։ Սակայն Շիրակի մարզպետարանը որոշել է Արափիի Սողանքային գոտում ապրող 11 ընտանիքների բնակարանային խնդրի լուծումը ներառել
մարզի առաջնահերթ հիմնահարցերի ցանկը ընդամենը 44 միլիոնով լուծել հարցը։ Արաբեցիները տեղյակ են, որ յուրաքանչյուր ընտանիքի ամենաշատը 4 միլիոն դրամ է տրամադրվելու։ Դրանով մեկ ամսում բնակարան են գտնելու եւ տեղափոխվելու են։ Մասնագետները զգուշացրել են, չի բացառվում, որ առաջիկայում սողանքային գոտին դարձյալ ակտիվանա։ Այդ պարագայում 11 ընտանիքների տեղահանում է պարտադիր է։ 4 միլիոնով ուր տուն կրնաս առնես։ Քա վերցնենք, բայց ես մի հոգում ինչ վերցնեմ։ Վերցնեմ ոնց են էլի գնա տունդ քանդեք, հա։ Պես բանկերն է։ Տուն ունենք, անասուն ունենք, գոմ ունենք, հին տուն ունենք։ Քեզ իսեմ։ Հայատ ունենք, այս հայատի վրա ես ինչքան փող ենք ծախսել։ Իմ ամուսինս ես տանջվե, չարջվե, սարքել ենք մեր երեխեքի համար, չէ։ Երկու տղա ունի, որ տունը 12 սենյակից է բաղկացած։ 12 սենյակը մի ես տուն ունիմ, չաշված 20 մետրանոց գարաժները տան հետևը։ Ուր թողեմ էշտա։ Արաբեցիները որոշել են, որ հրաժարվելու են փոխհատուցման այդ տարբերակից։ Այնինչ Շիրակի մարզպետարանում հույս ունեն, որ սա է խնդրի լուծման լավագույն տարբերակը։ Քաղաքաշինության վարչության պետն ասում է, թե արաբեցին կկարողանա 2.5-ից 4 միլիոն դրամի սահմաններում տուն գնել մեր մարզում։ Հարցում ենք կատարում կատաստրի պետական կոմիտե, տվյալ տարածաշրջանի համար մենք ստանում ենք միջինացված արժեքը, շուկայական միջին արժեքը, դրան համապատասխան գումարները տրամադրվում են։ Միևնույն ժամանակ ասեմ, որ բոլոր բնակարանների գնման վկայագրերի ծրագրերի ժամանակ բնակիչները միշտ բողոքել են, որ գումարները չեն համապատասխանում իրական շուկայական արժեքին։ Դրանով ուղղակի վիրավորում են գյուղացուն, ասում է 72-ամյա Վալոդիա Այվազյանը։ Պատմում է, որ 34 տարի աշխատել ու մեծ դժվարությամբ կառուցել է իր այս տունը։ Ուստի նպատակահարմար չի համարում հենց այնպես թողնել իր սեփականությունն ու 4 միլիոն դրամով տուն փնտրել։ Բացի այդ ասում է, թե տարիների ընթացքում մեծ տնտեսություն են հիմնել այստեղ։ Անասուն են պահում, հողագործությամբ զբաղվում։ Հետևաբար ասում է, թե չի պատրաստվում հեռանալ այստեղից, թեև գիտի, որ վտանգավոր գոտում է ապրում։ Մենք ինչ չենք, այ մարդ ուրեմն, ես ուրեմն հեչ համաձայն չեմ։ Գիտեմ որ վտանգ կա, մնանք պետք է տագեն, մենք մնանք տագեն ավելի լավ է, քան թե ուրեմն այսպես ուրեմն բնակարան, ես թափեմ երթամ, ուրիշի ուրեմն բուտկեկու հոլիգներու մեջ են նստիմ։ Թող այդ բոլոր փողին ինչ որ տալու են 11 տանը, թող միացնին, կան սարստուգին կամ այս հողը հանեն։ Դրան համաձայն եք։ Փող պետք է, ժողովուրդը հիշ մեկն է փող չեն ուզում։ Այվազյանների բնակարանին կից ապրող Մարտիրոսյաններին սակայն չեն ընդգրկել սողանքի վտանգի տակ ապրող ընտանիքների ցանկ։ Տանտեր Ռոբերտ Մարտիրոսյանն ասում է, թե երկար տարիներ առաջ Արաբիի սողանքը մեծ վնասներ հասցրել է իրենց տանը։ Սակայն Շիրակի մարզպետարանն ու Արաբիի գյուղապետարանը Մարտիրոսյաններին այս տարի խորհուրդ են տվել սպասել, քանի որ իրենց բնակարանը 3-րդ աստիճանի վթարայնության է։ Ասում է, եթե իրեն 4 միլիոն դրամ տրամադրեին, կավարտեր գյուղի Իշկիսակառույցի շինարարությունն ու սողանքային գոտուց կտեղափոխվեր։ Մի նախդիներ կամ մոմենտից այժմ այս տունը սողանքի վրա է։ Կռնա այսօր սողա, եկուց, կամ տարի մեդև, կամ ամիս մեդև, չես կրացե։ Ոչ եմ երկնոր նստի քնին կը խախնդին երեխեքը։ Իսկ նստի կռիշը գճտերդա։ Գյուղի սողանքային գոտի ներկայումս էլ ակտիվ է, նշում են արաբեցիները։ Սարը շարժվում է եւ գյուղացիներն ունեն մտավախություն, որ ցյան հալոցքին զուգահեռ վտանգը կմեծանա։ Ուստի եւս մեկ անգամ պատասխանատու կառույցներին խորհուրդ են տալիս լրջությամբ մոտենալ խնդրին։ Հերմինե Մկրտչյան, Մարտուն Գրիգորյան, Գալանյուս։ Կրասնոդարի երկրամասում բազմաթիվ են հայկական տեղանունները, որոնց ծագումնաբանությունն առնչվում է տարբեր ժամանակաշրջաններում այդ տարածքներ տեղափոխված հայերի, նրանց գործնեության եւ պատմական իրադարձությունների հետ։ Գալայի աշխատախումբը եղել է այդ շրջաններում, ինչպես նաեւ Աբխազիայում։ Այնտեղ նկարահանված տեսանյութերը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը, իսկ ես հրաժեշտ եմ տալիս կհանդիպենք մեկ շաբաթ անց ցտեսություն։ Դեպի Ռիցալիչ տանող համանուն խճուղին անցնում է բզիբ եւ յուբշառա կետերի կողքով։ Խորուն կիրճերի վեհության առջև արևը կարծես խոնարհվում է մի պահ։ Ամեն ինչ դառնում աննշմար այդ հսկա քարաժայռերի խոժոր հայացքի ներքո։ Այդ երկու հսկաները ժամանակին մի ամբողջություն են եղել եւ բաժանվել են երկրաշարժի հետևանքով։ Յուբշարյան դարպասներից սկսած կիրճը ցկվում է ամբողջ 8 կիլոմետր։ Գտնվում է ծովի մակերևույթից 400 մետր բարձրության վրա։ И наверху скальные отвесные участки тоже высотой 400 метров над нашей головой. Значит, в момент дождей, сегодня плохая погода, поэтому очень много воды. И по бортам этого ущелья идут потеки. Յուբշարյան կիրճում են գտնվում փոքրիկ հրաշք մի քանի ջրվեժներ։ Աղջկա արցունքներ կոչվող ջրվեժը կահավիժում է բարձրադիր ժայռաբեկորներից մեկի վրայով։
На Кавказе все капельные водопады, то есть тогда, когда вода проходит сквозь толщу известняков и в виде капелек появляется на поверхности, капельные водопады все называются девичьи слезы. В любой республике, на любой горе можно увидеть такое явление, и все они одно имя имеют – девичьи слезы. Գնալով ճանապարհն ավելի է բարակում, իսկ կիրճը խորանում, եւս մի քանի կիլոմետր եւ Ռիցան հյուրերի առջեւ ներկայանում է իր ամբողջ հմայքով։ Այն ինչպես եւ աբխազական մյուս տեսարժան վայրերն ունի իր առասպելը, որը բավականին ծավալուն է, եւ համառոտ ներկայացնելու համար նշենք միայն, որ լիճը կոչվել է գեղեցիկ մի աղջկա անունով։ Նա չտանելով անպատվության ամոթը, նետվել է ջուրը, իսկ օգնության շտապող նրա 3 եղբայրները վերածվել են լեռների, որոնք մինչ օրս շրջապատում են Ռիցային, հսկելով նրա անդորը։ Ռիցայի երկարությունը ավելի քան 2400 մետր է, խորությունը 130։ Անտառներով պատված սարալանջերից մեկում է գտնվում Յոսիֆ Ստալինի ամառանոցներից մեկը, որտեղ ապրել են նաև հաջորդող նրա գոլեգաները Նիկիտա Խրուշչովը եւ Լեոնիդ Բրեժնևը։ Իդեպ ժողովուրդների առաջնորդի ամառանոցներից մեկը դարձել է ռուս գործարար Օլեգ Դերիպասկայի սեփականությունը, ինչը ռուս-վրացա-աբխազական սկանդալի պատճառ էր դարձել։ Բազմաթիվ վեճերի պատճառ է հանդիսացել նաև Նովի Աֆոնի վանական համալիրը, որը հիմնադրվել է 1875 թվականին եւ տարբեր ժամանակաշրջաններում ծանր փորձությունների ենթարկվել։ В 1924 году этот монастырь закрыли. Во время Великой Отечественной войны в монастыре находился госпиталь. Потом, когда к власти пришел Брежнев, то решили открыть центральный соборный храм. Но, правда, додумали в соборном храме сделать выставку, сделали там этнографический музей. Համանուն լեռան լանջին գտնվող վանական համալիր տեղափոխելու համար իր ծառայություններն է առաջարկում անհասկանալի կառուցվածք ունեցող այս լեռնագնացի հայ ազգի վարորդը, ով այդպես էլ չներկայացավ։ Տեղաբնակ հայերի մասին խոսել չցանկացավ։ Միայն հաշվեց հերթական ուղերձի ժամանակ աշխատած փողերն ու հեռացավ զբոսաշրջիկների հաջորդ խմբին տեղափոխելու համար։ В летний период времени, ну, скажем так, через государственную границу проходит до 70 экскурсионных автобусов, умножить все нужно на 50. Плюс паломнические туры, плюс те экскурсии, которые здесь внутри по Абхазии, то есть те люди, которые здесь отдыхают, ну, 5-6 человек летом в августе месяце через монастырь проходят. Տաճարն ունի 5 գմբեթ, կենտրոնականի բարձրությունը 40 մետր է եւ ճարտարապետությունը եւ որմնանկարները նոր բյուզանդական ոճի են։ Տաճարը կառուցվել է հինավուրց վանքի հիմքի վրա, որտեղ ըստ ավանդության թաղված են Սիմոն Առաքյալի մասունքները։ Այստեղ են գտնվում Սուրբ Երրորդության ու Սիմոն Առաքյալի սրբապատկերները եւ Աստվածածնի հրաշագործ իկոնան։ Это икона, которая увешана драгоценными изделиями, потому что люди, приходя что-нибудь попросить, оставляют, ну, не как нищему на паперти 3 рубля, а снимают с себя золотые, серебряные, там, цепи, кресты, часы, серьги, бусы, и все это оставляют на стекле иконы, потом служители убирают это все под стекло. А на этой иконе еще есть с правой стороны блестящая звездочка, в звездочке кружочек, в кружочке хранится частица мощей Пантелеймона Целителя, то есть у него просят самого дорогого, чего не купишь ни за какие деньги, то есть здоровье. Վանական համալիրի կազմի մեջ մտնում է 10 եկեղեցի, ժամանակին այստեղ եղել են անգամ արտադրական ձեռնարկություններ, վանականները զբաղվել են նաև այգեգործությամբ եւ հողագործությամբ։ Այն եղել է հսկայական տնտեսություն, որը վերածվեց 1924 թվականին, իսկ վանականներին հակահեղափոխական գործունեության մեղադրանք առաջադրվեց։ Անհավատության 70 տարիներն անցան պատմության գիրկը, իսկ սրբավայրը մնաց։ 1994-ը համարվում է Նովի Աֆոնի վանական համալիրի վերածնման տարեթիվը։ Էդուարդ Մխիթարյան, Տիգրան Գասաբյան, Գալանյուս, Աբխազիա։
Նախ նշենք, որ Աբխազիայում շրջագայող էքսկուրսիոն խմբերի օրակարգում պարտադիր է գինիների համտեսը։ Համն ու հոտը զգալու արարողակարգը շատ դեպքերում վերածվում է չափն անցնելու գործընթացի, եւ այս ամենը քարանձավ մուտք գործելուց առաջ, միգուցե համարձակության համար։ Բարետես աղջիկները թվարկում են աբխազական գինիների տեսակները՝ փսոու, անակոպիա, աբսնիտ, դիոսկուրիա, Աբխազիայի փունջ եւ այլն։ Ինչպես նշում են աբխազները, իրենց գինու մեկ կաթիլը միաձուլել է ջերմարևը, Կովկասի ջերմակ գագաթների սառնությունը, ջինջ ծովն ու վճիտ լճակները։ Աստվածային բարիք համարվող այդ խմիչքն անգամ օրհնվում է Նովի Աֆոնի վանահայրերի կողմից։ Это церковное вино создано с благословением нашей Абхазской епархии. Համտեսի համար նախատեսված ժամանակն արդեն վաղուց անցել է եւ էքսկուրսավարները շտապեցնում են իրենց խմբի անդամներին։ Դեպի հսկա քարայր տանող գնացքը սպասում է։ Վերջապես բոլորը տեղավորվում են շարժակազմի մեջ եւ տեղափոխվում անհայտ խորհրդավոր մի աշխարհ։ Ընթացքը տևում է 3-4 րոպե, որից հետո զբոսաշրջիկներն իջնում են կայարանում եւ փոքրիկ թունելով мտնում քարայր։ Աչքի համար անսովոր մթության մեջ գերիշխում է սառնությունը, նույն սառը տոնայնությամբ էլ ուղեկցորդն անում է իր առաջին հայտարարությունը։ При осмотре пещеры необходимо соблюдать следующие правила. От группы не отходить, громко не разговаривать, не курить, не сорить, за перила вперед экскурсовода не выходить. Շուրջ 3 կիլոմետր ցկվող քարայրի երկայնքով կառուցվել են աստիճաններ, կամուրջներ եւ դիտահրապարակներ, որտեղ այցելուները դադար են տալիս ուղեկցորդի հետ հաղորդակից լինելու համար։ Ստորերկրի այս թագավորությունն առաջինը նվաճել է Նովի Աֆոնի 16-ամյա բնակիչ Գիվի Սմիրը։ Նա համարձակվել է փոքրիկ խոռոչից ներս մտնել եւ բացահայտել լեռան տակ թաքնված գաղտնիքը, որից հետո մասնագետների խումբը ամբողջական ուսումնասիրություն է կատարել։ Максимальная глубина вертикальной части 183 метра, длину более 3 километров, площадь 50 тысяч квадратных метров, объем 1,5 миллиона кубических метров, возраст более 2 миллионов лет. И она является одной из крупнейших из всех исследованных карстовых полостей мира. Քարայրի առաջին սրահը կոչվում է Անակոպիա, ունի 150 մետր երկարություն, 50 մետր լայնություն։ Այս սրահին բացառիկ գեղեցկություն են հաղորդում երկնագույն եւ Անատոլիա կոչվող ստորգետնյա լճերը։ Վերջինս ունի ավելի քան 25 մետր խորություն։ Հաջորդը Մախաջիրների սրահն է, այն ամենամեծն է։ Ունի 260 մետր երկարություն եւ 50 մետր բարձրություն։ Այստեղ է գտնվում ստորգետնյա եւս մի հրաշալիք՝ Սպիտակ լեռը։ Քարանձավային ուղևորության ընթացքում զբոսաշրջիկներին իրենց խորհրդավորությամբ եւ գեղեցկությամբ զարմացնում են ստալակտիտները, ստալագմիտները եւ ստալագնատները։ Դրանք միայն կարսյան քարայրներում հանդիպող կոնաձև, սյունաձև քարե գոյացություններ են։ Ստալակտիտը գոյանում է վերևից, ստալագմիտը ներքևից, իսկ ստալագնատը սերտաճող գոյացությունն է, որը նման է ռուսերեն N, անգլերեն H տառին։ Իդեպ աշխարհի ամենամեծ ստալագմիտը գտնվում է Կուբայի Լաս Վիլյաս քարայրում, ունի 63 մետր բարձրություն։ Նովի Աֆոնի քարայրում հանդիպում են 3-4 մետրանոց ստալագմիտներ։ Այս ամբողջ հրաշքը տեսանելի է միայն ուղղորդված լուսավորության շնորհիվ։ Минули миллионы лет, и вода ушла в нижние этажи. И теперь мы с вами можем любоваться произведением воды как строителя. Но вода не только разрушает и строит пещеры, она также украшает. Капля воды, насыщенная углекислым газом, превращается в слабую угольную кислоту. Кальцитовые кристаллики выпадают из раствора, наращиваются и образуют сталактит. От греческого слова «сталактос», что означает «натекший по капле». Հաջորդը Նարտա կոչվող սրահն է, որտեղ գտնվում է քարայրի երրորդ լիճը։ Այստեղ կենդանի օրգանիզմներից կարելի է գտնել միայն տրեխուս անունով միջատին, որն իր վերգետնյա ցեղակիցներից տարբերվում է նրանով, որ տեսողությունից զուրկ է։ Կիսամթի մեջ կատարվող այս շրջագայությունը, որն ուղեկցվում է արձագանքներով եւ երաժշտությամբ, շատ դեպքերում մեղմ ասած անհանգստացնում է փոքրիկ այցելուներին, ովքեր րոպե առաջ շտապում են լույս աշխարհ դուրս գալ։ Ժամանակ առ ժամանակ քարայրի հզոր ակուստիկա ունեցող սրահներում ելույթ է ունենում Աբխազիայի պետական երգչախումբը։
Քարե այս թանգարանն ունի նաև լեռնափորների եւ Կիվի Սմիրի անունով կոչված սրահներ, որտեղ գիշերում են չղջիկները։ Այցելուներին ամենուրեք շրջապատում են կվարցի, բյուրեղային, կավե, կրե եւ կալցիտային բնական արձանախմբերը։ Ափսնի կոչվող սրահը կոչում են նաև Սպիտակ պալատ, որտեղ գտնվում են 30 մետրանոց քարե ջրվեժը եւ ստալոկտիտների փոքրիկ անտառները։ Բնական այս հրաշք թանգարանում ամեն ինչ չէ, որ կհասցնես տեսնես, եւ երբ ավարտին է մոտենում շրջագայությունը, ցանկություն է առաջանում եւս մեկ անգամ անցնել այդ խորհրդավոր թագավորության կիսամութ հորիզոններով։ В день пещеру посещают 2,5–3 тысячи человек. Основной поток у нас из России. Не только с Арменией, мы рады видеть и со всего мира. Քարանձավային ուղևորությունը եզրափակեց աբխազական մեր շրջայցը, որը թեև աշխատանքային էր, բայց համատեղեց միանգամից գործը օգտակարն ու հաճելին։ Վերջում ընթրիքի սեղանի շուրջ մենք մեկ անգամ եւս լսեցինք հայերի հասցեին հնչող հաճոյախոսություններ եւ հրաժեշտ տվեցինք Աբխազիային։ Здоровья всем, успехов и всего самого лучшего. За Армению. За вас, за всех. Էդուարդ Մխիթարյան, Տիգրան Կասաբյան, Գալանյուս, Աբխազիա։ Ռուս ազնվական կալվածատեր Կրաևսկին տեղաբնակ տարեց հայերի եւ նրանց ժառանգների հիշողության մեջ մնացել է որպես հանդուրժող բարի կամեցող անձնավորություն, ով իր հողատարածքները տրամադրել է քաղաքական հայերին։ Վերջիններս էլ իրենց հերթին արդարացրել են սպասելիքները, հիմնել են գյուղը, զբաղվել հողագործությամբ, հիմնականում թութունի մշակմամբ։ Այն ժամանակին մեծ պահանջարկ է վայելել, քանի որ թութունի մշակումը ծանր աշխատանք է պահանջել եւ քչերն են ցանկություն ունեցել զբաղվել դրանով։ Բնականաբար հայերն իրենց աշխատասիրության եւ իրենց բնորանում ձեռք բերած հմտությունների շնորհիվ կարողացել են մշակել, ստեղծել եկամուտ ստանալ եւ ոտքի կանգնել։ Կրաևսկո-Արմյանսկոյե գյուղում մենք հյուրընկալվեցինք ամենատարեց հայերից մեկին Անդրանիկ Թերզյանին, ով համայնքի պատմության լավագույն գիտակն է համարվում։ Մեր այցելության պահին զբաղված էր շրջանի բնակիչների համար սովորական դարձած չաչայի թորման գործով։ Вот сюда закваска заливается, вот сюда закваска. Нагревается на определенной температуре, появляется оттуда пар. Ну, сами эти винна они наверху находятся. Вот они идут по этой, вот здесь отстойник. Что есть лишнее, здесь отстаивается. Потом пар идет сюда, здесь вода. В воде охлаждается и превращается вот в водку эту. Получается где-то 80-85 градусов. А потом разбавляй хоть сколько хочешь, 50 делай. Но обычно чача вот это пьется хорошая 50-55 градусов. Чистая, как слеза получается. Вот это вот мой правнук, зовут его Левон. Вот моего отца Левон звали. Его деда-брата, моего младшего сына, тоже Левон зовут. И его Левон назвали. Давай, заходите, пожалуйста, заходите. Свет включить надо. Սովորական հայկական ընտանիք է, պահպանում են բոլոր ավանդույթներն ու սովորույթները, անգամ անունների պապից թոր, տատից թորնուհի շարունակականությունը, բայց եւ այնպես մայրենի լեզուն քիչ են գործածում, թեև ուկրաինուհի հարսը մասամբ տիրապետում է հայերենին։ Սովորել է, որ իրենից գաղտնիքներ չթաքցնեն, կատակում է Անդրանիկ պապը։ Невестка моя, невестка, украинка, она уже по-армянски знает, разговаривает. Зина говорит мне, ты смотри, говорит, ничего не болтай около нее, она все понимает. А язык как? Ну, местный говор. Есть вот жена окончила на армянскую школу, она хорошо знает, например, вот поэтому. Я-то русскую школу кончал, и здесь родился, русскую школу кончал, так что разговорный язык местный, ну, все равно мы с тобой будем по-армянски говорить, мы поймем друг друга. Տեղահանության եւ կոտորածների ժամանակ հայրը փախել է Տրապիզոնից, իր մի քանի փախտակիցների հետ ընտրել են աղբյուրին մոտ տարածք է հաստատվել, տուն տեղ ստեղծել եւ զբաղվել են թութունի մշակմամբ։ Эти турки, греки сюда приезжали, забирали у них табак этот, ну как сырье, и давали мануфактуры, там, деньгами какими-то, чем-то, обменивались там не было тогда денег, ничего, обмен. В основном жили за счет своих усадеб здесь люди. За счет земли жили. И вот так выжили все. Հաճույքով պատմում է նախկին հողատիրոջ Կրաևսկու մասին, նրա պատվին անվանակոչված երկու գյուղ կա շրջանում, որոնցից մեկը հիմնել են հայերը, մյուսը հույները։ И назвали по имени этого человека, он очень хороший человек был, поэтому и назвали, который принимал всех. Не то, что сейчас, прежде чем тебе кусок что-то даст, тебе урвут с тебя все. А тот говорит, живите, говорит, выбирайте места, живите. Вот такой человек был.
И вот его именем назвали. И назвали, что большинство здесь было армян, краевско-армянское. Есть краевско-греческое село здесь дальше, есть краевско-греческое село, где греки жили. Շրջանում հույները մեծ թիվ են կազմել, սակայն ժամանակի ընթացքում հայերը նժարը թեքել են իրենց կողմը։ Ազգամիչյան лурջ խնդիրներ չեն եղել, թեև տարածքների վերաբաժանման ժամանակ հույների հետ մասնակի վեճերի դեպքեր պատահել են։ Семья не без уродов, есть какие-то конфликты, но в основном живут, не говорят, что вот вы езжайте в свою Армению или что-то такое, потому что они не могут говорить, когда наши предки здесь жили, они потом через 20 лет откуда-то сюда их переселили. Անդրանիկ Թերզյանն ունի նաև իր փոքրիկ տնտեսությունը, այգին, բանջարանոցն ու մառանը, որտեղ պահում է գինին եւ չաչան։ Վերջինս այս կողմերում ավելի հարգի է, միգուցե իր բարձր աստիճանի պատճառով։ Это рассол, да? Да, вот этот воду вот берет, он уже готовый для этого. Берет воду и с воды уже прогоняет это. Փոքրիկ այգում աճում են խաղող եւ մերձարևադարձային մրգեր, արքայանարինջ ֆեյխոա։ Ցանկության դեպքում կարելի է մշակել նաեւ թուզ եւ ցիտրուսային մրգատեսակներ։ Բերի այս հողատարածքները տալիս են այդ հնարավորությունը։ Вот эта хурма называется плоская. Его можно сейчас кушать как яблоко. Да, она не это обычно хурма, пока не королек можно кушать нормально, а это хурму не покушаешь, пока она не поспеет. Во рту она вяжет, понимаешь? Вот это плоское. Вот это вот фейхуа, вот она. Հրաժեշտից առաջ մենք շրջանցեցինք Անդրանիկ Պապի գերդոզավորված չաչան խմելու առաջարկը, բայց նա իր պարտքը համարեց կենաց մաղթանք հղել իր հայրենակիցներին եւ հայրենիքին, որտեղ իր կյանքի ընթացքում եղել է ընդամենը մեկ անգամ։ Я большой Армении желаю процветать, чтобы наши армяне жили очень хорошо там. Էդուարդ Մխիթարյան, Տիգրան Կասաբյան, Գալանյուս, Կրասնոդարի երկրամաս։ Վիշնյովկա ավանում գտնվող Կովկասյան խոհանոցը Սոչի Տուապսե ավտոճանապարհի վրա է։ Բնականաբար հայերին առաջին հերթին գրավում է հայատար ցուցանակն ու խաշի անսպասելի հրավերը։ Մյուս ազգերի ինքնասիրության զգացումն ու նախասիրությունները եւս անտեսված չեն եւ ցուցանակի եւ ճաշացանկի գրառումներով։ Մովսեսի եւ Լաուրայի հյուրընկալ օջախում բոլոր հաճախորդներն իրենց համար բացահայտում են հայկական հյուրասիրության ֆենոմենը։ Ընտանեկան օջախ եւ սրտաբաց հայկական հյուրասիրություն։ Սա է այն ցկողական ուժը, որն անհայտ ճամփորդին ստիպում է մտնել եւ մի քանի ժամով մեղմել հարազատ տան տաքուկ անկյունի եւ մայրական անփոխարինելի բաղադրատոմսով պատրաստված ուտեստների կարոտը։ Мы начали с 3 столиков, с маленьких. Один был кухонный, другой был из зала, обычный, журнальный, третий. И нам пришлось готовить то, что мы сами едим дома, абсолютно без всяких там меню даже. И, естественно, сами посетители, они нам подсказывали, что и как нужно. Но для нас это не бизнес, это просто жизнь, это вот семья, все. Օտարհողում ոչ միայն գոյատևեցին, այլև հաստատուն քայլերով շարժվեցին առաջ։ Հյուրընկալ տնակը դարձավ մեծ տուն, որտեղ չկա մոտարն անգամ դարձի է գալիս, տեսնելով այդ ընտանիքի ամրությունն ու զգալով հյուրերին շրջապատող ջերմությունը։ Իսկ հյուրերի մեջ քիչ չեն նաև հայտնի մարդիկ, տարբեր ազգությունների, ճաշակի եւ նախասիրությունների, որոնք սակայն մեկ հարցում ընդհանուր կարծիք ունեն։ Հայկական այս հյուրընկալ օջախում ամեն ինչ բարձր մակարդակի վրա է։ Պատվավոր հյուրերի ցանկում են քաղաքական գործիչներ, գիտնականներ, շոու բիզնեսի աստղեր, ովքեր թողել են նաև իրենց գրառումները։ Это написала Тамара Квицетели. Спасибо за гостеприимство и тепло. Все очень вкусно. Սրանք Թամարա Կվելցիտելիի խոսքերն են, ով իդեպ Կովկասյան խոհանոցում կարող է համտեսել ոչ միայն հայկական եւ ռուսական, այլև իր հայրենիքի խոհանոցի ուտեստները։ Ճաշացանկում հատուկ տեղ են գրավում խաշը, խորովածը, քարեքյուֆթան, չանախն ու քրչիկը, տժվժիկը, մշո եւ վանի ճաշատեսակները, սակայն անտեսված չէ նաեւ մյուս ազգերի խոհանոցը։ На сегодняшний день из адыгейской кухни есть, и из греческой есть, и из грузинской, даже из азербайджанской кухни очень многое есть. То есть мы стараемся и еврейскую немножечко кухню задеть, потому что здесь тоже живут евреи Кавказа, таты,
Вот. И очень много приезжает как бы разных народов. И они нас заставили это сделать, переработав массу литературы. Я обращалась очень ко многим специалистам. Даже приходили люди, представители этих народов. Я их спрашивала, какие специи добавляете, что. Мы пробовали, кому-то не нравилось, кто-то говорил очень вкусно. Но как бы на сегодняшний день мы все равно работаем над этим. Սպեցիալի զարգազ էլի ձեր համար հայերը սիրում են ամեն ինչը շատ, մեծ ու շատ։ Հայկական խորովածի համն ու հոտն արդեն ծանոթ է բոլորի քիմքին, ովքեր անցել են այս կողմերով։ Ռուսներն անգամ ծանոթ են մեր ավելուկին, մոժոժին, պոչին եւ փռում խորոված գյումրվա տավարի գլխին։ Մենք կծկտենք կմբեսերնի, որ յուրաքանչյուր ազգի ներկայացուցիչ ետեք ու կա ունենան իրանց համապատասխան ուտելիքը, իրանց տրադիցիոն բլուդները։ Քյալլա Папа был поваром, он готовил, допустим, толма наша из виноградных листьев, и обычная из капусты, и дзитов толма, постная толма, она и сейчас есть. Мы делали это. Из первых блюд хаш, это был знаменитый. Тогда до самого города Сочи от Туапсе никто не варил в 90-м году хаш, мы только варили. И потом уже папа сказал, ты видишь, я всех заставил работать. Сейчас очень много варят хаш. Сейчас даже умудряются из банок готовое, но мы готовим до конца его так, как готовили наши предки. Մովսեսի եւ Լաուրայի տնական խաշը ճաշակելու համար գալիս են Կրասնոդարի երկրամասի տարբեր շրջաններից, նաեւ այս կողմերով անցնող զբոսաշրջիկները, ովքեր կետ մեկ անգամ արդեն այն համտեսել են։ Особенно нам нравится хаш. Очень часто останавливаемся здесь на дороге. Да, правда, очень вкусно. Сегодня вот приехали на завтрак, попробовали каши, тоже очень понравилось все. Ալվարճան խաշը պատրաստ է արդեն, տաղաները կուզեն մի ադում նագարեն։ Ստեղ մենք գոտերն ենք եփում, տավարի գոտերն ենք եփում, ստեղ մենք փորն ենք եփում առանցին։ Սաղ գիտեն հայկական տրադիցիաները, особенно խաշը, вообще սաղրասները կուդեն, ու даже չենք ես սպասել, որպես կսիրեն խաշը։ Աշխատակազմը եւս բազմազգ է։ Ղեկավարները, խոհարարներն ու մատուցողները համախմբված աշխատում են Գյումրվա կոլորիտով բուրող այս հարկի տակ։ Ко всем относятся хорошо. Հեշմեգին չեն սեոր, например, кто-то там հարևան է, եկել է աշխատելի, ուրիշ տեղից են, սաղ ինչ-որ մի ընտանիք։ Այս մեծ ընտանիքն առանձնանում է ոչ միայն իր համախմբվածությամբ, այլև հայրենասիրության զգացումով։ Կարոտում են Հայաստանը, հարազատ Գյումրին, որտեղից հեռացել են 90-ականների կեսերին, եւ ինչպես պատկերավոր нշում է Տանտիկինը, իրենց մենյուն անգամ խոսում է այդ կարոտի մասին։ С детства нас отправляли в Армению. Я знаю, что такое яйла, я знаю, что такое хноцы, я знаю, что много очень такого, что, допустим, даже в Армении дети городские не знают этого. Мы представители этого великого народа. К большому счастью, как у меня сын говорит, я горжусь тем, что я армянин. Սա մի տիպիկ հայկական ընտանիք է, հոգով սրտով հայկական։ Բոլորոտար հողում գտնվող իր տանը հյուրընկալում եւ պատվում է նույն այդ օտարին։ Եվ իզուր չի ասված, որ հայի համար օջախը ջերմություն եւ պաշտպանություն ապահովող բնակատեղի չէ միայն, այլ մի ամբողջ գաղափարախոսություն, հյուրին պատվելու ավանդույթի, սրտաբաց հյուրասիրության եւ ազգայինի հանդեպ հատուկ ակնածանքի սովորույթի մասին։ Էդուարդ Մխիթարյան, Տիգրան Կասաբյան, Գալանյուս, Կրասնոդարի երկրամաս։ Նախ եւ առաջ նշենք, որ Լազարևսկոյի Ավանի զվարճանքների համալիրի ղեկավար աշխատակազմը, ինչպես վայել է իսկական գյումրեցիներին, մեզ դիմավորեց պատրաստակամորեն։ Տեղեկանալով այցելության մասին, նրանք շոու ներկայացում էին կազմակերպել օրակարգից դուրս հատուկ մեր նկարահանող խմբի եւ մեր հեռուստադիտողների համար։ Տեղի դելֆինարիայում հաճելի պահերն ու անակնկալները շատ էին։ Առաջին անակնկալը երկու հրաշագեղ սպիտակ կետերի եւ նրանց վարժեցնողի տպավորիչ մուտքն էր։ Սպիտակ կետերը պելուխաները, ինչպես եւ դելֆինները կատնասուններ են, այս կենդանիներին հաճախ անվանում են նաեւ ծովային դեղցանիկներ, քանի որ նրանց կողմից արձակվող ձայների ռեպերտուարը բավականին հարուստ է եւ բազմազան։ Դրանում համոզվեցինք նաեւ մենք։
Լավ երաժշտական ճաշակով եւ լսողությամբ աչքի ընկնող բելուխաները նաեւ շփվող խելացի կենդանիներ են։ Համարվում են կետազգիների ամենազրուցասեր ներկայացուցիչները։ Օրվա ընթացքում պահանջում են սննդի 15 կիլոգրամանոց իրենց չափաբաժինը եւ պատրաստ են ներկայացնելու իրենց հերթական շոուն։ Անակնկալի մատուցման հերթը ծովային ամենաբարետես եւ քնքուշ այս կենդանիներինն է։ Դելֆինների տաղանդն ու խելքն ուղղակի զարմացնում է։ Այս արտիստներն իրենց անբացատրելի ընդունակություններով, որոնք բնորոշ են միայն մարդ արարածին, զվարճացնում են բոլորին, հատկապես փոքրիկ հանդիսատեսներին։ Կարողանում են երգել, պարել, նկարել, ցուցադրել բարդենարկներ, անգամ սիրո խոստովանություն անել։ Не все у нас артисты, все выдающиеся, каждый с очень интересным номером, с очень красивой программой. Многие люди, которые приходят сюда к нам, я не хочу хвастаться, но это факт, что многие от удовольствия плачут. Սև ծովում բնակվում են 3 տեսակի դելֆիններ, ամենախոշորը աֆալինաներն են, որոնք նաև ամենահայտնի դելֆիններն են, հենց նրանք են ծովային շոուների աստղերը։ Դելֆինները նաև ամենաբարեհամբույր եւ մարդամոտ ծովային կենդանիներն են, մարդուն մոտ են նաև կենսաբանորեն, չէ որ դելֆինները տաքարյուն կատնասուններ են, շնչում են թոքերով, ծնում կենդանի դելֆինիկներ, որոնց ծնում են կաթով, ինչպես նաև զբաղվում են իրենց ժառանգների դաստիարակությամբ։ Հմայիչ այս վիրտուոզները ժպտալով ժպիտներ են պարգևում մարդկանց, միակ կենդանին է, որը Кто-то их ставит наравне с лошадью и собаками. Потому что в нашей жизни есть и лошади, которые очень умные, есть и собаки очень умные. Но говорить, что кто-то дурной, кто-то не дурной, это неправильно. Есть способности. Они способны в воде делать очень много трюков. То же самое лошадь, собака не сможет этого сделать. Вот. И так же самое они не смогут сделать на суше. Это единственное животное, которое все время улыбается. Если вы посмотрите, Если вы посмотрите, видите, у него все время улыбка. Это единственное животное, которое все время улыбается. Вот видите, она специально играет с вами. Специально брызгает, потому что она знает, что мы от брызг сейчас будем убегать. Специально сейчас будет брызгаться. Մարզիչ Սերգեյ Վալնինկովը վստահեցնում էր, որ հարցազրույցի ընթացքում դելֆինները փորձում են ուշադրություն հրավիրել իրենց վրա, քանի որ մենք մի պահ շեղվել էինք եւ նրանց հետ չէինք շփվում։ Եվ իսկապես, երբ մենք կրկին սկսեցինք զբաղվել նրանց հետ, խելամիտ այդ արտիստներն իրենց հույզերի եւ զգացմունքների տարափը սկսեցին տեղալ գալայի միկրոֆոնով։ Есть способные, есть неспособные. Есть какие-то элементы, кто-то делает хорошо, а кто-то не способен к этим элементам. То есть мы тогда убираем этот элемент, отрабатываем новые элементы. У нас 3 выступления в день, и я думаю, что достаточно, больше и не надо, в принципе. Хотя мы подумаем, начнут делать ночное шоу. Все зависит от потребностей. Если будет людей больше, конечно, будет больше выступлений. Իսկ պահանջարկը մեծ է, քանի որ Սերգեյի սաներն իրենց ունակություններով գերազանցում են մեկ-մեկու զարմացնելով եւ հմայելով հանդիսատեսին։ Շոուն դեռ ավարտված չէ, իր ելույթին էր սպասում դանդաղաշարժ տոննանոց ծովացուլը։ Помаши всем привет, помаши. Привет. Да? Молодец, опять. Գրենլանդիայի ափերից հյուրախաղերի եկած այս կենդանին պատրաստակամորեն կատարում էր մարզչի բոլոր հրահանգները, զրուցում, պարում, ծափահարում, անգամ զբաղվում մարմնամարզությամբ։ Ластики. И раз. И два. И 3. Погнали, погнали. 4. Кто так сможет, а? Кто из вас? Պեղավոր մարմնամարզիկը ծուլորեն է կատարում մարզչի հրահանգները եւ հայտնվում անկյուն կանգնելու վտանգի տակ, սակայն շողոքորթելով ստիպում է մարզչին հետ կանգնել իր մտադրությունից։ И тебе не стыдно, нет? Тебе рыбку дать, да? Деловой. Еще рыбку дать? Может, тебя в угол поставить? Не надо. Пойдем домой? Хочешь? Мы делаем программу, чтобы она развивалась, чтобы она улучшалась, чтобы она была неподражаема, то есть не сравнить ни с какой с другой программой. Чтобы было приятно посмотреть и ребенку, и взрослым. Մեր համակարգացի գործարարներին պատկանող դելֆինարիան եզակի է իր տեսակի մեջ, ոչ միայն ծովային կենդանիների բազմազանությամբ եւ ունիվերսալ ծրագրով, այլև իր կառուցվածքով եւ հնարավորություններով։
Мы не можем там пожаловаться на что-то или там еще что-то. То есть все, что нам необходимо, все это решается. Это первое. Второе, я могу похвастаться, что я работал во многих дельфинариях, в том числе и за границей я работал. И это единственный бассейн, на мой взгляд, бассейн, который очень удобен для дельфинов и белух, ну вообще для морских млекопитающих. Почему? Потому что есть бассейны не очень удобные, квадратные, есть либо круглые баки. Это удобный бассейн, это бетонный бассейн, зарыт в землю, он овальный, очень удобный. И, на мой взгляд, это самый лучший бассейн, где я работал. Դելֆինարիան մի մասն է միայն հսկայական համալիրի, որին մենք դեռ կանդրադառնանք, ներկայացնելով նրա զարմանահրաշ կենդանիներին, մեր ձարևադարձային գոտում բնակվող պինգվինների, բուժաշխատող դելֆինների, ֆաունայի էկզոտիկ այլ ներկայացուցիչների։ Սպասեք, հաջորդիվ հետաքրքիր է ոչ պակաս։ Էդուարդ Մխիթարյան, Տիգրան Կասաբյան, Գալանյուս, Կրասնոդարի երկրամաս, Լազարևսկոյե։ Մարդկությանը հայտնի ոչ մի ֆիզիոթերապևտիկ սարքավորում չի կարող վերարտադրել դելֆինների գործողությունների ազդեցությունը։ Մարդու եւ ծովային այդ հրաշագործ կենդանու համագործակցությունը ոչ միայն ուրախության, հրճվանքի եւ թեթևության հաճելի պահեր է պարգևում, այլև առողջ հոգեվիճակ, կենսունակություն եւ նոր կյանք։ Ցամաքային եւ ջրային ամենախելացի արարածների շփումը հոգեթերապիայի ոչ ավանդական մեթոդ է, որը ավելի ու ավելի մեծ մասսայականություն է վայելում։ Գյումրեցի գործարար Գագիկ Պետրոսյանին պատկանող համալիրի կազմի մեջ մտնող դելֆինոթերապիայի կենտրոնում հաճախորդներ կան ամբողջ տարվա ընթացքում, հերթագրվում են ամիսներ առաջ։ Летом у нас, конечно, очень много, у нас идет запись на полгода вперед, поэтому заранее нужно записываться, да. Да, даже больше, поэтому, чтобы было все организовано, нужно заранее записываться, и мы выстраиваем потом уже наши занятия. Курс лечения в среднем 10 дней. Летом одна стоимость, зимой несколько ниже стоимость. Если детки идут с инвалидностью, там им скидка идет. Если без инвалидности, то они вот сейчас за 3000 проходят. Կենտրոնում հաշվի է առնվում ամեն մի մանրուք, սահմանափակ կարողությունների տեր մարդկանց առանձնակի վերաբերմունք է ցուցաբերվում։ Բուժման կուրս կարող են անցնել 3 տարին լրացած երեխաները։ Լողավազանում ծովային ջուր է, որը մշտապես պահպանում է 25-ից 26 աստիճան ջերմություն։ Ծովային այս հրաշք արարածների հետ շփումը կայունացնում է մարդու հոգեկան եւ ֆիզիկական վիճակը, օրգանիզմում առաջացնելով էնդորֆիններ կամ ուրախության հորմոններ։ Բուժական կուրսերի մասնագետներն են Դելֆին Աֆալինա Կլեոպատրան եւ Սպիտակ Բելուխա Պլյուշան։ Мы выстроили наши занятия так, чтобы ребеночек общался с дельфинчиком на бортике, а потом мы в водичке. Значит, эхолоцирующая система дельфина – это голова дельфина. Да, там жировая линза, которую дельфинчик отправляет импульс и получает обратно эхо. Да, такое его состояние. Вот, поэтому все наше занятие направлено на то, чтобы ребеночек получил эмоциональный заряд, это чтобы он получил удовольствие. И плюс мы еще работаем, ребеночек находится перед головой дельфина, это бортик. И когда мы плаваем в самом бассейне, мы прикладываемся к голове, спинкой ставим дельфина к спинке. Это дополнительное, можно сказать, лечение к основному лечению деток. И заболевания это детский церебральный паралич, это минимальное нарушение мозговой дисфункции. Детки с энурезом у нас идут и различные неврологические нарушения. Իդեպ բժիշկ մասնագետ Թամարա Գոլովկոյի հավաստմամբ ծովային բուժաշխատողներն ընդհանրապես նեղսրտում են, երբ ինչ-որ մեկը իր ներկայությամբ խախտում է նրանց եւ բուժվող մանուկների միայնության անդորը, այնպես որ մենք մեր տեսախցիկով հանդերձ շտապեցինք հեռանալ, մի պահ միայն կանգնելով Կլեոպատրայի հետ լուսանկարված հայտնի մարդկանց նկարների առջև։ Մարսկայա Զվիզդա համալիրի տարածքում կրկին հանդիպեցինք արդեն նախկին գյումրեցի գործարարների, ովքեր ողջույններ հղելու առիթը բաց չթողեցին։ Մենք ստեղ շատ լավ ենք, Աստված որ մեր հայ ազգը այնտեղ մեր զավոդներ, բաներ բացվի, ֆաբրիկաներ, իրանք էլ որ շատ են, Հայաստանից շատ են։ Հարցնում ենք, գործ չկա, բան չկա, դեռ համարեք ու կան Ռուսաստան, որ բացվի ամեն ինչ որ աշխատի, մեր հայ ազգն էլ մի առաջ մեզ լավ որ ամեն ինչ կոնե մենք այս կողմից օգնում ենք մեր հայ ազգին։ Տեղաբնակ գործարար Մերուժան Սաֆարյանի հետ զրույցը բնավ էլ անհետաքրքիր չէր, սակայն մենք շտապեցինք տեղափոխվել Պինգվինարիա, որտեղ սպասում էին արագավազ ցրտադիմացկուն այս թռչունները, ծովային կատուները, սպիտակաքիթ մարտիշկաները, էկզոտիկ սողուններն ու ձկնատեսակները։ Պինգվինների համար այստեղ հատուկ ջերմաստիճան են ապահովում, բնականին մոտ պայմաններ է անհրաժեշտ նաև ծովային կատուներին, որոնք աչքի են ընկնում իրենց անհաշտ բնավորությամբ։ Շատ ավելի վտանգավոր է ասիական վայրի կատուն, որը ընտելացման ենթակա չէ։ Կապիկները
Անպայման տեսակի կոկորդիլոսները, արտաքինից հանգիստ, բայց խիստ վտանգավոր վառաններն ու իգուանաները, պիթոններն ու անակոնդաները ամբողջացնում են էկզոտիկ բնական միջավայրի պատկերը։ Ձկների աշխարհը եւս բազմազան է, այստեղ կարելի է հանդիպել փոքրիկ արագաշարժ ձկնիկների մինչև 1 մետրանոց պակու տեսակի պիրանյաների եւ շնաձկների հարևանությամբ։ Իսկ տարածքի բազմազանությունն ապահովում է կոմունիզմի առաջնորդի քարե ներկայությունը։ Նրա խոժոր հայացքն ուղղված է դեպի Դելֆին անունը կրող հյուրանոցը, որի պայմաններին ծանոթացանք գյումրեցի մեր բարեկամների հորդորով։ Համոզվելով, որ այս ծառայությունը եւս բարձրակարգ է, մենք հրաժեշտ տվեցինք Լազարևսկոյի ավանին եւ միլիոնավոր այցելուների համար զվարճանքի կատարյալ պայմաններ ստեղծած մեր համաքաղաքացիներին։ Էդուարդ Մխիթարյան, Տիգրան Կասաբյան, Գալանյուս, Կրասնոդարի երկրամաս, Լազարևսկոյե։